Սիրելի ազգ, հայ ժողովուրդ, համախմբման կոչով եմ դիմում ձեզ, նոր փորձության շեմին ենք կանգնած։ Աշխարհատիրության մոլուցքը, ինչպես առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, կրկին գլուխ է բարձրացրել։ Դերակատարները նույն տերություններն են, նույն սկզբունքներով։ Երկու պատերազմներում ամենաշատ զոհերը Հայաստանն է տվել։ Մեր աշխարհագրական դիրքը փրկողակ չունի։ Եթե Իրանը վտանգվի, մենք ամբողջովին շրջափակման մեջ կհայտնվենք։ Այսօր էլ Լարսի ճանապարհը հուսալի չէ։ Ինքնակազմակերպվենք և մտածենք մեր անվտանգության ապահովման մասին։ Հայերիս այս ծանր ժամերին հակացուցված է ցանկացած պառակտություն։ Երբ հարևանի տունը հրդեհ է բռնկվել, չեմ կարծում Իրանն անտեղյակ է, թե որտեղից են հարվածները եկել։ Իսրայելը համարյա գլխատել է իրանական բանակը, սպանելով նրանց գլխավոր շտաբի պետին։ Ղասեմ Սոլեյմանիից հետո սա երկրորդ անդառնալի կորուստն էր Իրանի համար։ Ցավակցենք անշուշտ, համոզված չեմ, որ այս անգամ Իրանը կուլ կտա հարվածը։ Հայաստանս, երկնային զորություն քեզ ու զավակներիդ։ Գրող հրապարակախոս Ռուզանա Սատրյանը գրում է. Կոչ բոլորին։ Մի վտանգեք Հայաստանը, կանգ առեք։ Աստծունը Աստծուն, կայսրինը կայսրին։ Հայաստանում ազգամիջյան անհաշտություններ են սկսվել։ Պետություն եկեղեցի այս թնջուկը շատ ծանր է նստելու Հայաստանի Հանրապետության վրա։ Անգլիան, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն առաջին համաշխարհային պատերազմից հետո կիսատ մնացած ավանդներ դեռ ունեն։ Հայաստանը տորթի նման կրկին իրար մեջ են ուզում բաժանել, և այս հակասությունների հրահրման ճարտարապետները նրանց հայաստանյան գործակալներն են, ովքեր առիթը բաց չեն թողնում երկիրը լարվածության տանելու, ներսից պայթեցնելու և հեշտ մարսելի դարձնելու համար։ Անձնական շահերին հայրենիք զոհաբերողները պետք է զգուշանան ազգի նզովքից։ Որտեղ է ձեր զգոնությունը, ափսոսացեք մի բուռ մնացած սերնդին, ափսոսացեք ձեզ, կանխեք այս մահացու հրդեհը։ Միթե չեք տեսնում, որ Նախիջևանում Ադրբեջան-Թուրքիա զորավարժություններ են հենց այս օրերին։ Կրկնում եմ, Ալիևը շարունակում է անխնա զինվել, Բերձորում Պակիստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում 4 միլիարդ 600 միլիոն դոլարի 40 հատ ջեֆ տեսակի կործանիչներ գնելու պայմանագիր է կնքել։ Ում դեմ։ Հայոց պետությունը ամեն վայրկյան վտանգի տակ է։ Զենք գնեք, ապահովեք երկրի անվտանգությունը։ Ահագին գործ եք արել այդ ուղղությամբ։ Մի քիչ էլ եռանդու կապահովեք բալանսը, ջուրը մի լցրեք, ինչը որ արեցին Արցախում։ Հայաստանը փոքր երկիր է, բոլորս էլ գիտենք ով է, և եթե լռում ենք, միայն երկրում խաղաղություն պահպանելու նպատակով։ Կաթողիկոսը պետք է Աստված սիրի, վարչապետը կամ երկրի նախագահը հայրենիք, որ երկիրը հզորանա։ Երբ միասնական կլուծվեն երկրի անվտանգության հարցերը, այն ժամանակ թող ճշգրտորեն գործի ամենայն զորեղը, օրենքը, այլապես Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան նոր եռապետության թուրանական ծրագիրը մեծ վտանգ է Հայաստանի համար։ Դիմում եմ նաև կաթողիկոսին որպես վահան օգտագործողներին, երբ Աստված մի արասցե, պահը գա, դուք կլքեք Հայաստանը, ինչպես լքեցիք Արցախը, ազգը մատնելով անորոշության։ Սիրելի ժողովուրդ, թող չմթագնի ձեր գիտակցությունը, թիվ 1 խնդիրը հայրենիքի անվտանգությունն է։ Իսրայելը Գազայի հարցերը լուծելուց հետո Իրանին հանգիստ չի թողնելու։ Ինչ է սպասվում Հայաստանին։ Սթափվենք, քանի ուշ չէ։ Կանգ առեք, ի հարգանք եռաբլուրի և այն հազարի, ովքեր հայրենիք բառը իրենց շուրթերին ընկան։ Եկեղեցի, ազգ, պետություն, կայունություն և սթափություն Հայաստանում, մենք ու դուք չպետք է լինի, բոլորս մենք ենք։ Ծառայել Աստծուն և չդավաճանել Աստծուն, Աստծո օրենքն է։ Այս տողերը եկեղեցականներն իրենց սքեմի վրա սրտի կողմը պիտի կրեն։ Ծառայել պետությանը և չդավաճանել պետությանը պետական օրենք է։ Այս տողերը որպես սեղանի զարդ պարտադիր պետք է աշխատասեղանի վրա ունենան բոլոր պետական պաշտոնյաները ներկայում և ապագայում։
Երկիրը հզոր է, եթե ունի երկրի զարգացման համակարգային մտածողություն։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր երկրի եւ հայոց ազգի ինքնությունը պահպանելու սուրբ պատվիրանի առաջ։ Հայաստանը մոլորակի այս մի հատիկ սրբավայրը հայերիս անգնահատելի գանձն է, ուրիշ տեղ մի որոնեք։ Ազգին դավաճանելը նողկալի է։ Անկախ ամեն ինչից, թե Բաքվում կալանավորված նախկին պաշտոնյաները որքան են կողոպտել, թալանել, քամել սեփական ժողովրդին, զենքերը թաքցրել պահեստներում, փոխանակ զինվորի ձեռքը տալու եւ այլն, այսօր Ալիև Սադամ Հուսեյնը դատում է ոչ թե նրանց, այլ Հայաստանին, աշխարհին ապացուցելով, որ հայերը ագրեսորներ են։ Եվ այս բանի գիտակցությունից զուրկ եւ գոտկատեղից ներքև մտածող հայի ազգանունը վարկաբեկողներ, ողորմելի անասնակերներ, ծնունդով արցախցիներ, Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանը սպիտակ տոնական կոստյումով թշնամու դատարան են մտնում Ռուբեն Վարդանյանի, վաղը նաեւ մյուսների դեմ կեղծ ցուցմունքներ տալու, ամրացնելու դահճի շղթաները։ Չորանար ձեր մոր արգանդը, ստոր ոչնչություններ, ահա թե ինչու դատարկվեց Արցախը։ Երբ Մխիթար սպարապետի կտրված գլուխը նրա հարյուրապետը դնում է թուրք փաշայի ոտքերի առաջ, փաշան կարգադրում է գլխատել դավաճանին ասելով. «Եթե դու դավաճանում ես քո ազգի հերոսին, կդավաճանես նաև մեզ»։ Ազգի դավաճանությունը նողկալի է, այդ վիրուսը քոքահան պետք է անել ազգի միջից։ Նրանց բոլոր թաքստոցներից անհրաժեշտ է հանել եւ կանգնեցնել միայն ազգի արդար դատաստանի առաջ, այդ թվում նաև Բաքվում կալանավորվածներին։ Միայն Հայաստանում, այո, զոհված այն 5000-ի եւ հազարավոր հաշմանդամների հոգու ու աչքերի առաջ, որոնց պատասխանը դեռ չի տրվել։ Զգուշացում. Ինձ մի ուղարկեք նյութեր, Սյունիքն ու Ջերմուկը իբրև արդեն հանձնված են թեմաներով։ Այդպիսի բան չկա ու չի լինելու։ Սա թշնամու ձեռագիր է, նման անձանց հեռացնելու եմ ընկերությունից։ Մի բան իմացեք, որ սա նույն մարդկանց, նույն ազգի կողմից կազմակերպված բարոյական անկման ծրագիր է, ինչը որ կազմակերպվեց Արցախը հայաթափելուց առաջ։ Նման մտքեր նույնիսկ ոչ բարձրաձայնեք, ոչ էլ գրեք, ոչ լսել եմ ուզում, ոչ կարդալ։ Կհարձակվեն, կստանան արժանի հարված, եւ հայոց բանակն էլ ժամանակակից տեխնիկայով է զինված եւ հայոց պաշտպանն էլ անզիջում ու անդրդվելի է կանգնած։ Հայաստանը հազարավոր դժվարություններից հետո վերականգնեց իր պետականությունը, նա եղել է, կա եւ շարունակելու է ապրել, որպես Աստծո երկիր եւ միակը որպես այդպիսին։